Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 20-րդ գլուխ Աբրահամ եւ Աբիմելեք։ Աբրահամ անգեթեբի հարավային երգիրը մեկնեցավ ու Գաթեսի եւ Սուրի մեջտեղ մնաց ու Քերարայի մեջ բանտեղտացավ։ Աբրահամ իր գնոջ Սարայի մասին ասավ. «Ան քույրս է»։ Քերարայի թագավորնալ Աբիմելեք մարդ ղրգեց եւ արավ Սարան։ Աստված գիշերը երազի մեջ Աբիմելեքի եկավ ու անոր ասավ. «Ահա այդ գնոջ համար որ դու արիր, պիտի մեռնիս, քանի որ ան ամբուսին ունի»։ Բայց Աբիմելեք անոր մերցեցած չէր եւ ասավ. «Դեր, արդար ազգ մնալ պիտի մերցնես, ինք ինձի չսավ, ան քույրս է, ասիկայել ասավ, ան եղբայրս է, ես այս բանը բարգեշտ սիրտով եւ ամեղջ սերքերով ըրի»։ Աստված երազի մեջ անոր ասավ. «Ես ալ գիտա թե այս բանը բարգեշտ սիրտով ըրիր, նաեւ քեզ զերծ բահեցի ինձի թե մեղանչելեն, ադորամար քեզի չթույլատրեցի որ անոր թփչիս։ Ոստի հիմա գինը իր ամուսինին վերադարձուր, քանի ան մարգարե է, քեզի համար պիտի աղոթե ու թուն ողջ պիտի մնաս։ Բայց եթե զայն չվերադարձնես, գիտիր թե անպատճառ պիտի մեռնիս, թուն եւ բոլոր քու գիններդ»։ Ոստի Աբիմելեք արդուն գանուխ ելավ, իր բոլոր ծառաները կանչեց, այս բոլոր բաները անոնց պատմեց ու մարդիկը շատ վախցան։ Եվ Աբիմելեք Աբրահամը կանչեց եւ անոր ասավ. «Մեզի ինչ ըրիր, ես քեզի թեմ ինչպես մեղանչեցի, որ իմ վրաս քու թագավորությանս վրա մեծ մեղք մը բերիր, չկատարվելիք գործեր կատարեցիր ինձի հանդեպ»։ Եվ Աբիմելեք Աբրահամի ասավ. «Ինչ տեսար, որ այս բանը ըրիր»։ Աբրահամ ասավ. «Ես կարծեցի թե իսկապես Աստուծո վախը չկա այստեղ ու գնոջս պատճառով զիս պիտի սպանեն, բայց նաեւ իրապես քույրս է, հորս աղջիկն է, բայց մորս աղջիկը չլալով գինս եղավ։ Երբ Աստված զիս հորս դունեն քաղտել տվավ, անորսի սա կարեկցությամբ վարվե ինձի հետ, ամենտեղ որ երթանք հոնի մասիս ասե թե եղբայրս է։ Աբիմելեք ոչխարներ, արջարներ, ստրուկներ եւ ստրգուհիներ արավ ու եւ Աբրահամի տվավ, անոր գինը Սարանալ անոր վերադարձուց։ Եվ Աբիմելեք ասավ. «Ահա իմ երգիրս քո արջևդ է, փնագե ուր որ քեզի հաճելի թվի»։ Սարայալ ասավ. «Ահա եղբորդ 1000 գդոր արձատ տվի, ահա ան քեզի աչքերու ծածկոց ըլլա բոլոր քեզի հետ եղողներուն եւ բոլորին արջև»։ Այսպես ան գշտամփվեցավ։ Աբրահամ աղոթեց Աստծո եւ Աստված փուժեց Աբիմելեքը, անոր գինն ու աղախինները եւ սկսան ծնանիլ, քանի դերը Աբիմելեքի ընտանիքին բոլոր արքանները ամբողջովին կոծած էր Աբրահամի գնոջ Սարայի պատճառով։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։